մատույցներում մենք չէ մեր պապերը, Վանաձորի մատույցներում, Ղարաքիլիսայի ճակատամարտում, հերոսամարտում կանգնեցրեցին Թուրքին, որ Հայաստանը դառնա Հայաստան, որ մենք ունենանք Հայաստան երկիր։ Մենք այսօր նույն մարտահրավերի առաջ ենք, բայց այսօր մենք ընտրական հերոսամարտիկ առաջ ենք։ Մենք պետք է մեր ընտրությամբ հաղթենք այդ հերոսամարտը և կանգնեցնենք ներքին Թուրքին։ Եթե ներքին Թուրքին մենք չկանգնեցնենք, ապա իրական Թուրքն է մտնելու Հայաստան։ Եվ դրա համար հունիսի 7-ին, համար 17-ին մենք այլ տարբերակ չունենք։ Սիրելի վանաձորցիներ, ինչ են արել այս իշխանությունները մեր երկրի գլխին և ինչեր էին խոստանում իշխանության գալուց։ Ես խոսելու եմ միայն նրանց չկատարած խոստումներից մի քանիսի մասին ընդամենը և այն, ինչ մենք ենք խոստանալու։ Նրանք խոստացան ապահովել բարձր արժանապատիվ թոշակ, բայց հիշեցին թոշակների մասին ընդամենը ապրիլի 1-ին որպես կաշառք նախընտրական և այդ էլ այն դեպքում, երբ արդեն իրենց հայտարարած բարձրացումը բերել էր եռակի գնաճ։ Նրանք խոստացան առողջության ապահովագրություն, մոռանալով, որ առողջապահությունը առաջին հերթին առողջության պահպանություն է, ոչ թե հիվանդներին բուժում։ Նրանք ամեն ինչ արեցին, որ մեր հասարակության մեծ մասը, թոշակառուները հիվանդանան, որ հետո ապահովագրությունով առաջարկեն կաշառք ապահովագրություն։ Ոչինչ չարեցին առողջությունը պահպանելու համար։ Նրանք թոշակները ցածր էին վճարում, նրանք աշխատավարձերը չէին բարձրացնում, իսկ կիսասոված աշխատող աղքատները ավելի շուտ են հիվանդանում։ Ոչինչ դուք հիվանդացեք, ես ձեզ անվճար կբուժեմ որպես նախընտրական կաշառք։ Նրանք խոստացան կրթության համակարգը բարելավել, բայց արդյունքում դպրոցներ են փակվում, ունեն որոշում, արդեն ունեն օրենք, որով 3 տարի հետո մեր այս բուհը փակման առաջ է կանգնած, արդեն այսօրվա իրենց ընդունած օրենքով։ Մենք խոստանում ենք թոշակների բազային թոշակի առնվազն 50% բարձրացում։ Մենք խոստանում ենք շեշտը դնել առողջության պահպանության վրա, կանխարգելման վրա, ոչ թե հիվանդացնել, որ հետո բուժեն։ Եվ իհարկե նման պարագայում մենք շատ ավելի լայն հնարավորություններ ենք ունենալու ապահովագրական համակարգը բոլորի համար ապահովել։ Մենք խոստանում ենք, որ մեր մարզային բուհերը չեն փակվելու։ Մենք խոստանում ենք, որ մեր ոչ մի սահմանամերձ և ոչ մի սահմանապահ գյուղում դպրոց չի փակվելու, որովհետև դպրոց փակել նշանակում է դատարկել գյուղերը, իսկ ում համար են դատարկում այդ գյուղերը։ Միգուցե այն 300,000 ադրբեջանցիների, որոնց ներս գալու բնակեցնելու մասին ամեն օր խոսում է Ալիևը, իսկ իրենք ասում են, այո, մենք ժողովրդագրությունը կապահովենք, ժողովրդագրության խնդիրները կլուծենք ներգաղթով, կազմակերպված, ղեկավարվող, կառավարելի ներգաղթով, բայց հիշեք իրենց խոսքերն է, որ ներգաղթողները հայեր չեն լինելու։ Սա Արսեն Թորոսյանի խոսքն է, ումով են ներգաղթը ապահովելու, ումով են ժողովրդագրությունը լուծելու, հենց այդ 300,000-ի։ Եվ պատկերացնում եք նրանց աճի տեմպերով ինչքան կարճ ժամանակ հետո այդ 300,000-ը դառնալու է մեր ընտրողների մեծամասնությունը։ Բա երկիր հանձնելը էլ ոնց է լինում։ Հենց այդպես 300,000-ը կարճ ժամանակում դառնում է 1 միլիոն և մենք այլևս ընտրում ենք ադրբեջանական իշխանություն։ Սա է նրանց ծրագիրը։ Մենք խոստանում ենք ժողովրդագրության խնդիրը լուծել երիտասարդ ընտանիքներին աջակցության ծրագրերով, յուրաքանչյուր նոր երեխայի համար եկամտահարկի հետ վերադարձով։ Մենք խոստանում ենք տարեկան 45,000 աշխատատեղ, որպեսզի մեր երիտասարդները չարտագաղթեն և ապահովենք ներգաղթ, բայց հայերով ներգաղթ։ Մենք խոստանում ենք մեր խոստումներից չհրաժարվել։ Մենք խոստանում ենք կատարել մեր խոստումները և իհարկե առանց խոստումի էլ դուք տեսնում եք մեր ծրագրերը, մեր թիմը և մեր թիմի այդ ծրագրերը կատարելու կարողականությունն ու արդեն ունեցած փորձը։ Սիրելի վանաձորցիներ,
Սիրելի կանայք, ովքեր այստեղ են, ես խոսում եմ որպես մայր, որպես կին, դուք եք մեր ընտրողների մեծամասնությունը, Հայաստանում բարձրագույն կրթություն ունեցողների 60%-ը, մենք այդ մեր ներուժը մտավոր իրավունք չունենք չօգտագործել և չգնալ ու ճիշտ ընտրություն կատարել և ընտրել Հայաստանը։ Ամսի 7-ին, համար 17-ին, և ես համոզված եմ, մենք համոզված ենք, մենք միասին ուզում ենք, կարող ենք և պարտավոր ենք այդ ամենը անել։